իրար հետևից, ասենք մի քանի կառույց պայթում է, կամ չգիտեմ, մայր տաճարը եկեղեցի ինչ են ասում, ասում են, «Էթո մենք չենք ասել, այնտեղ ովքեր են նստած, ահաբեկիչներ են չեն նստած, մենք գնում ենք իրենց հետևից»։ Ընդամենը, այսինքն կարող են ընդամենը օրերի։ Որից է խնդիր չի, ասում, դա կախված է իրականում պատվիրատուներից, դրսի պատվիրատուներից։ Եթե տեսնում են, որ իսկապես եկեղեցու, իսկ իրենք տեսնում են, որ եկեղեցին փաստացի եւ իր հոգեվոր առաջնորդով եւ հոգեվորականներով եւ եկեղեցու նվիրալ եւ հավատավոր զավակներով եւ առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունում ընդդիմադիր դաշտում գործող բոլոր լրատվամիջոցներով յուրաքանչյուր իր չափով Իդեպ լրագրողներին առանձնապես եւ լրագրողները եւ լրատվամիջոցների ղեկավարները իհարկե ես պարբերաբար դրա մասին բարձրաձայնում եմ։ Հիմա իրենք տեսնում են, որ հաջողություն չունեն։ Բայց խնդիրը չէ դրված փոխելու։ Խնդիրը դրած չէ, այստեղ գրավելու եկեղեցին։ Հիմա սա այն ինչ որ արվում է հարաբերական իմաստով փափուկ միջոց է։ Իսկ եթե անցան կոշտ միջոցների, եթե անցան կոնկրետ ահաբեկություն։ Իդեպ գնդերեսներին էլ չէ, հանեցին գնդերեսները։ Գնդերեսները իդեպ այդ ինստիտուտը չի փակվել։ Հրամանը ես ինքս կարդացել եմ Պապիկյան Սուրոյի ստորագրությամբ։ Այնտեղ ասում է այսպես. ուրեմն գնդերեսները դառնում են այլևս կոչում ունեցող հաստիքի վրա սպաներ, ավագ գնդերեսը մայոր հաստիքի վրա, սովորական գնդերեսները կապիտան ենթարկվում են անձնակազմի հետ տարող աշխատանքների վարչության ղեկավարությանը կամ հրամանատարի տեղակալին այդ գծով, հա։ Եվ ասում են գնդերես կարող են լինել, ուշադրություն դարձեք, միջդ գնդերեսները մեր մայրաթոր կողմից են, չէ՞ նշանակում։ Այո, վեհապարտ։ Ասում է ուշադրություն դարձեք, կետ կա, վերջին նախավերջին կետն է, ասում է գնդերեսները կարող են լինել մեր եկեղեցու կրթություն ստացած անձինք։ Բայց ոչ եկեղեցու կողմից առաջադրված, իսկ եկեղեցու կրթություն ստացած, ասենք Վազգենյան ճեմարանն ավարտած, շատ կարգալուց բաներ կան, չէ՞։ Հոգևորականներ կան։ Ես կարծում եմ, որ այդ գնդերեսների ինստիտուտի վերականգնման հետ կապված կամ անձերի փոփոխության։ Բայց ինչ ճշումներ են։ Իսկ ինչու իրենց այսպես ասենք պաշտոնանկ արեցին, որտեղ ճնշման ենթարկվեցին, ասում են պիտի հնազանդության ուխտ անեք մեզ, ոչ թե Սուրեն Պապիկյանին, էլի հնազանդության բարենորոգում են, նորոգիչներն են։ Այո։ Եվ քանի որ այդ հնազանդության ուխտը չկար, հիմա իրանք բերելու են կարգալույսներին, այս ինստիտուտը իրանք պահելու են։ Ինստիտուտը պահելու են, բերելու են կարգալույսների, տալու են բավականին բարձր գումար, հաստիկ, սրանց առարկայացնելու են, այսինքն սրանց 18 թվականի պարտությունը պետք է ինչ-որ ձևով փոխհատուցեն, հետո այդ կարգալույսներին պետք է խաղի մեջ մտցնեն։ Իդեպ որ կարգալույսներին, որ Վազգեն Սարգսյանի սպանությունը համարում էին հրաշք։ Ուրեմն ես կարգալույսների բաղարաշքեսի մոտավոր թվեր ասեմ։ Մեկը կա չէ իրանց։ Մոտավոր թվեր ասեմ, որին տիրապետում եմ։ Ուրեմն վեհապար Հայրապետի կառավարման որպես եկեղեցու հոգևոր առաջնորդ կարգալույս արվել մոտ 100 հոգևորական, մոտ 100, բայց այդ 100-ից 2 տասնյակն է, որը անձամբ վեհապար Հայրապետը կարգալույս արել այդ հոգևորականի վարքին, բարքին, ծառայությանից խուսափելու եւ այլն, այսինքն դա վերջին միջոցն է եղել այդ անձին դուրս դնելու հոգևորականության շարքերից։ 80-ը, որոնք կարգալույս են եղել են սեփական դիմումի հիման վրա, անձնական, ընտանեկան, այս վերջերս են, ասենք վարդապետներից մեկը Հայրշահեն անձնականով ուրեմն գրեց դուրս եկավ։ Այդ 20-ը ընդ որում 16, եթե չեմ սխալվում, 16 գնդերեց է։ Այդ 20-ից 16-ին, որպեսզի փողոցում չմնան, համ գործ են տալիս, համ այսօր գնդերեցա, վաղը տանելու են մայրաթոռում, երբ որ գրավեն շենք, ուշադրություն դարձրեք։ Գնդերեցից արդեն ասելու են, նայեք, այս մարդը հոգևոր ծառայության մեջ է, հիմա այս պաշտոնից տեղափոխում ենք այլ պաշտոն։ Պարակտելու կոնկրետ բան։ Այո, եւ այսա աղանդն է։ Շատ ճիշտ է, հիմա այս 20-ից 16-ին կնշանակեն ինչ-որ պաշտոններ, հետո ընդեղից մայրաթոռն գրավելուց բիրտ ուժով։ Ես չեմ բացառում այդ սցենարը, եւ որից մեկին չթվա, որ ես ասում եմ շատ վերացական իրողությունից իրականություն։ Պարոն Ապետյան, դուք մի նախադասություն